ազգային ժողովում, երբ որ դուք մուտք եք գործում շենք, հենց այդ պահին ազգային ժողովի նիստերի դահլիճում քաշքշուկ, վիրավորանքներ, հայոյանքներ, հայողը ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր, խնդրում եմ մեր այս միջադեպը հանցագործության մասին որպես հաղորդման հիմք ընդունեք եւ ըստ էության լրատվամիջոցի կողմից էլ հրապարակումները արդեն մամուլում հայտնված տեսանյութերը կարող են հիմք հանդիսանալ, չէ՞, որպեսզի օրինակ քննչական կոմիտեում խուլիգանության հատկանիշներով վարույթ նախաձեռնվի։ Գին Մանուկյան, շնորհակալ եմ հարցի համար։ Ես ոնց հասկացա, դուք արդեն նախնական իրավական գնահատականը արդեն տվել եք, արդեն հանցանքի վերաբերյալ հաղորդում փաստացի ըստ էության տալիս եք, բայց ես մի հանգամանք մատնանշեմ եւ կարծում եմ այս առումով իմ հարցը ձեր հարցին փորձեմ սպառիչ պատասխան տամ։ Օրենքը ըստ էության հանցագործության մասին հաղորդման որոշակի վավերապայմաններ է նախատեսում, պետք է լինի պատշաճ, պետք է լինի համապատասխան ռեկվիզիտներ եւ այլն, այսինքն այս առումով հանցագործության մասին հաղորդումը պետք է լինի պատշաճ։ Մամուլում ի տարբերություն նախկին օրենքի մամուլում զետեղված հրապարակումները իմպերատիվ պահանջ չի, որպեսզի դառնա հանցագործության մասին հաղորդում, ինքը կարող է դիտվել, դրա համար առնվազն պետք է օրինակ ուսումնասիրվի ձեր մատնանշված տեսագրությունները, բայց չմոռանանք նշել, որ դուք տեղյակ եք, որ քրեական դատավարական նոր օրենքով ներդրվել է նաև մասնավոր մեղադրանքի ինստիտուտը, որով ըստ էության քննչական մարմինները փաստացի վարույթ չեն նախաձեռնում եւ համապատասխան ընթացակարգերով ըստ էության վարույթ չեն նախաձեռնում։ Հետևաբար այս առումով ես տեղյակ չեմ, ինչ է տեղի ունեցել ձեր խոսքերից, դա լսեցի, ուսումնասիրել կհասկանանք ինչի մասին է խոսքը։ Առաջին դեպքը չի, նախորդները եւս քննության առարկա չեն դարձել։ Էլի այնտեղ ինչ որ բաներ են պետք ապացուցվել, որ դուք իմանաք։ Պատշաճ գրություն նկատի ունեք, պարոն Պողոսյան, այսինքն պատշաճ գրություն հաղորդում, այո։ Եվ գլխավոր դատախազություն, եւ օրինակ իրականացնում։ Շատ բարի, դա էլ կանեք, բայց ամեն դեպքում մամուլում կան նաև տեսանյութերը, որոնք համացանցում արդեն հայտնվել են եւ թե ինչ է տեղի ունեցել այսօր։ Ձեր դիտողությամբ մի քիչ հեռու պահեք էլ։ Նախորդների հետ կապված եւս ձեզ ոչինչ հայտնի չի, նախորդ շատ բաներ են եղել ազգային ժողովի դահլիճում։ Դուք այդ ընթացքում որևէ ձևով չեք արձագանքել այդ ամեն ինչի, սպասել եք, որ հաղորդումներ պատշաճ ինչպես նշեցիք, ձևով ներկայացվեն։ Դարձյալ ստիպված եմ մատնանշեմ, որ դուք ընդհանրական կերպով նշում եք, որ նախորդներում տեղի ունեցել որոշակի իրադարձություններ, որոնց արդյունքում համապատասխան ընթացիկ։ Ես տեղյակ չեմ, դուք կոնկրետ դեպքի մաս, չէ, մի վարքյան կներեք ավարտեմ, հա։ Ավարտեմ ես։ Չէ, այդ կոնկրետին էլ եմ պատասխանելու։ Անհատական դեպքերով ես հիմա չեմ ցանկանա քննարկում ունենամ։ Եթե նախկինում հաղորդումներ են եղել, ենթադրում եմ, որ այդ հաղորդման կապակցությամբ քրեադատավարական ընթացակարգեր գոյություն ունեն։ Ինչ անում վարույթն իրականացնող մարմինը կամ քրեական վարույթ չի նախաձեռնում, կամ վարույթ է նախաձեռնում։ Եթե վարույթ է նախաձեռնվում, կատարվում է նախաքննություն։ Եթե վարույթ չի նախաձեռնվում, ըստ էության բողոքարկման ընթացակարգերն է արձաբանվում։ Հիմա մենք դուք ընդհանրական ձևակերպեցիք ձեր հարցադրումը, մենք պետք է առնվազն հասկանանք։ Պետք է հասկանանք, օրինակ, ես չեմ հիմա պատրաստ չեմ առանձին դեպքերին անդրադառնամ։ Ես ընդամենը մի հանգամանք կմատնանշեմ։ Եթե վարույթ չի նախաձեռնվել, տեսականորեն բողոքարկման ընթացակարգեր կան։ Պետք է հասկանանք, բողոքարկվել է, չի բողոքարկվել, բողոքարկման արդյունքում որոշակի արդյունք եղել է, չի եղել, այսինքն բերեք անհատական դեպքերին չարադառնանք։